Փառք Հիսուսին։ Սիրելիներս, գիտես, այսօր ուզում եմ խոսենք մի թեմայի մասին, որի մասին մեզ Տեր Հիսուսը զգուշացնում է։ Մենք պիտի շատ ուշադիր լինենք։ Ուշադիր լինենք, ինչի մասին է մեզ Տերը զգուշացնում։ Մենք զգուշավոր պիտի լինենք որոշ հարցերում, որոշ բաներից փախնենք, որոշ բանի հետ կռվենք, որովհետև լինում է մենք հակառակն ենք անում, որ ինչեր պիտի կռվենք, փախնում ենք, ինչից պիտի փախնենք, կռվում ենք։ Այդտեղ լավ է թեմայի մեջ չմտնի, ես կմտնեմ այսօր այն թեմայի մեջ, ինչից մենք պիտի զգուշ լինենք։ Մի երևույթի մասին եմ ուզում խոսել։ Դա փարիսեցությունն է։ Լսել ես։ Գիտես ինչա փարիսեցի, լսել ես այդ բառը, լսել ես, չէ՞, հաստատ լսած կլինես։ Իսկ ում կամ ինչի հետ ես այն ասոցացնում։ Փարիսեցի բառը։ Ում հետ ես ասոցացնում կամ ինչի հետ ես ասոցացնում այն։ Կեղծավորություն։ Առաջի բանը, որ մենք հիշում ենք, դա կեղծավորությունն է, չէ՞։ Փարիսեցությունը, սա կեղծավորությունն է։ Իսկ գիտես որ փարիսեցիները հրաշալի սկիզբ են ունեցել։ Ով գիտե փարիսեցիների մասին։ Դրանց սկիզբը ո՞նց է եղել։ Փարիսեցիները եղել են մարդիկ, ովքեր շատ նախանձավոր են եղել, եւ նրանք կանգնել են օրինակի համար Երեմիայի կողքը։ Երեմիան նա մահացավ Աստծո խոսքը քարոզելու համար։ Մարգարեները մահացան Աստծո խոսքը քարոզելու համար։ Եվ փարիսեցիները մի ժամանակ մարդիկ են, ովքեր կանգնում էին այդ մարդկանց կողքը եւ պաշտպանում էին Աստծո խոսքը։ Եվ պաշտպանում էին փարիսեցին ներողություն մարգարեներին։ Բայց հետո եկավ մի պահ, որ նրանք քարի վերածվեցին։ Եկավ մի պահ, որ նրանք ինչ որ մի տեղ, ինչ որ մի պահի կանգ առան։ Եվ քարացավ նրանց մեջ ինչ որ մի բան։ Անչափ զգուշ պիտի լինենք, որ չվերածվենք քարերի։ Եվ գիտես, ինչն է քարը, սա կարծրացած մի բան է մարդու ներսում։ Օրինակի համար, օրինակ ես բերեմ։ Հիսուսը բժշկում էր կույրին, ասելով տես, եւ քանի աշակերտները սովոր էին նրան, տեսնում էին, որ Հիսուսը բժշկում է խոսքով, Հիսուսը սկսեց բժշկել ինչպես։ Թքեց։ Հաջորդին թքեց եւ բան սարքեց, սկսեց։ Այսինքն Տերը չի ուզում սովորեցնել, որ ես միայն ասպես եմ գործում, կամ միայն այնպես եմ գործում։ Սա կրոն է, սա քարացած մի բան է։ Եվ իրականում խոսելով փարիսեցիների մասին, նրանք իրականում ունեին արդարություն, բայց ինչ արդարության մասին է խոսքը։ Եկ գնանք Տիրոջ խոսքի մեջ, Մատթեոս ավետարան 5-րդ գլուխ 20 խոսք։ Սրանք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն են։ Ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելին, քան դպիրներինն ու փարիսեցիները, երկնքի արքայություն չեք մտնելու։ Այսինքն դրանք ունեին արդարություն, բայց ինչպիսի արդարություն էր սա։ Սա գրի առած արդարությունն էր։ Նրանց արդարությունը մարդկանց առաջ արդար կանգնելն էր։ Դրանք ամեն ջանք էին գործադրում, ամեն բան անում էին, ջանում էին, որ մարդկանց առաջ արդար կանգնեին։ Ահա փարիսեցիները։ Գիտես, յուրաքանչյուր մարդու ներսում կար ապրի փարիսեցին եւ մենք չիմանանք դրա մասին։ Այսօրվա իմ խոսքի, այսօրվա իմ քարոզի նպատակը գիտես որն է, որ մենք բացահայտենք։ Հանկարծ չստացվի, որ ներսումս լինի փարիսեցին կամ ուրիշ բան ասեմ, փարիսեցին չէ։ Խմորդ։ Հիսուսը զգուշացրեց, զգուշ եղեք փարիսեցիների եւ սադուկեցիների ինչից խմորիչից։ Կարա լինի մարդու ներսում այդ խմորիչը, այդ խմորը եւ գիտես, եթե մենք չունենանք պայքար դրա դեմ, ինքը կարա ամբողջ զանգվածը խմորի։ Դամար յուրաքանչյուր մարդու ներսում ավելին ասեմ քեզ, ավելին ասեմ, այդ մարդը կրոնավոր մարդն է, այդ մարդը եկեղեցու մարդն է, այդ մարդը հավատքի մարդն է։ Այդ մարդը կապ չունի աշխարհի մարդու հետ։ Եվ մենք պիտի գերուշադիր լինենք։ Ես այսօր ուզում եմ, որ մենք մեր այս ցուցամատերը, լավ աջ ձեռի ցուցամատը, քո զոր ձեռնա, չէ, ուղես դեպի քեզ։ Ասես ես այսօր կփորձեմ փնտրեմ իմ ներսում, եթե լինի դա, ես դրա հարցերը պիտի այսօր լուծեմ։ Ամեն։ Զգուշ լինենք, որ հանկարծ փարիսեցի չդառնանք։ Գիտես ինչու, որովհետև նրանք էլ հրաշալի սկիզբ ունեցան։ Նրանք հրաշալի սկսեցին։
Բոլորս ենք հրաշալի սկսում, բոլորս ենք շատ լավ սկիզբ ունենում, բոլորս ենք լավ սկիզբ ունենում, երբ որ ասում են 3 ու 4 ու մենք վազում ենք, բայց ոչ բոլորն են հասնում ավարտին, մենք պիտի շատ գերուշադի լինենք այսպիսի բաներին։ Մատթեոս ավետարան 16-րդ գլուխ 6-րդ խոսք։ Տեսեք եւ զգուշացեք փարիսեցիների եւ սադուկեցիների, ինչից խմորից։ Եվ այստեղ Պետրոս ասես տղեկ, հեսա ես ձեզ կբացատրեմ։ Հիսուսը ինչ նկատի ունի։ Հաց ենք մոռացել։ Հիսուս ասեց ոչ, հացի մասին ես չեմ խոսում։ Ալուշադիր եղեք, գերուշադիր եղեք խմորչից, որ հանկարծ այդ խմորը մենք մեր ներսը չընդունենք եւ այդ խմորիչը ամբողջ զանգվածը խմորի։ Տեսեք Հիսուսի խոսքերն են զգուշացեք։ Սա կեղծավորություն է թանկագինս։ Կեղծ որակ ունեցող կամ ցուցադրող։ Ինչա կեղծավորը։ Կեղծ որակ, կեղծավոր կամ կեղծ որակ ցուցադրող։ Ռուսերենով լիցիմերիա, այսինքն մերից պլիցու, ինչ որ միտեղ կարանք այսպես ասենք։ Երբ որ մարդը նայում է մարդու երեսին, այսպես եղավ Սամուելի ժամանակ, երբ որ նա եկել էր թագավոր ընտրեր։ Եվ Աստված ասեց սխալ ես նայում դու։ Սխալ ես տեսնում։ Դուք մարդիկ նայում եք մարդու դեմքին, մարդու երեսին, ես նայում եմ մարդու ներսը։ Ես նայում եմ մարդու սրտին։ Սա նույնպես երեսպաշտություն է, երբ որ մենք նայում ենք մարդու ներսը, ներողություն մարդու դեմքին, այլ ոչ թե մարդու ներսը, իսկ Աստված մարդու մեջ է տեսնում։ Ղուկասի ավետարան 16-15։ Դուք եք, որ մարկանց առաջ ձեզ արդար եք ցույց տալիս։ Ում առաջ։ Մարկանց առաջ։ Որ մարկանց առաջ ձեզ արդար եք ցույց տալիս, բայց Աստված գիտե ձեր սրտերը, որովհետև մարկանց առաջ բարձր, Աստծո առաջ պիղծ է։ Սրանք մարդիկ էին, ովքեր որ ամեն ջանք գործադրում են, որ մարկանց երևային, որ մարկանց առաջ ցույց տային իրենց արդարությունը։ Գիտես, յուրաքանչյուրին մեջ կար ապրի այս փարիսեցին։ Ցանկացած մարդ, ով որ գնում է եկեղեցի Աստծո տուն, այս փարիսեցին կարա լինի նրա մեջ, որ նա ամեն ջանք գործադրի, որ մարկանց առաջ ընտիր երևա։ Մի Աստծո այսպիսի բան ասեց։ Amma եթե դու քո խնդիրները նույն կամ քո խնդիրները նույն առոգանությամբ, նույն ջանասիրությամբ պատմես Աստծուն, ինչպես որ դու պատում ես քո հարևանին կամ ընկերոջը կամ ամուսնուն, հաստատ իմացի քո աղոթքը լսելի կլինի։ Մենք ջանք ենք գործադրում ամեն ժամանակ մարկանց առաջ արդարանանք, մարկանց ցույց տանք, մարկանցից փնտրենք, բայց Աստված ասում է, չէ, սխալ տեղում ես դու։ Միտեղ էլ Հիսուսը ինչ ասեց, դուք չեք կարողանում Աստծուց փառք ստանալ։ Ում ասեց։ Նույն փարիսեցիներին։ Ինչու՞։ Որովհետև իրարից եք փառք փնտրում։ Երբ որ մարդիկ իրարից են փառք փնտրում, նրանք չեն կարողանում Աստծուց բան ստանալ։ Այստեղ մենք պիտի շատ զգուշանանք։ Աստված գիտի մարդու սիրտը, գրված է, Աստված գիտե ձեր սրտերը։ Այսպիսի մարդիկ կան, չէ, արտահայտություն կա, ասում են Աստված գիտի իմ սիրտը, հրաշալի է։ Դու հենց նոր դատը տվեցիր Աստծուն։ Շատ մարդիկ կան, որ այսպես են ասում, դե Աստված գիտի իմ սիրտը։ Ով է հավատում, որ Աստված գիտի իր սիրտը։ Ով հավատում, որ Աստված գիտի որ դու ուրախ ես դրա համար։ Հա։ Եթե քո սիրտը քեզ չի դատապարտում, հրաշալի է։ Մենք պիտի սա ամեն ժամանակ նկատի ունենանք, որ Աստված այո քննում է մարդկանց սրտերը։ Մարդիկ նայում են մարդու դեմքին, մարդու երեսին։ Մեր եւ Աստծո կշերտները տարբեր են։ Իսկ Աստված նայում է մարդու սրտին։ Զգուշ լինենք թանկագիներս, որ փարիսեցի չդառնանք հանկարծ, որովհետև փարիսեցիներն էլ հրաշալի սկիզբ ունեին։ Փարիսեցիները հրաշալի Աստծո խոսք գիտեն։ Փարիսեցիները շատ հավատարիմ մարդիկ են իրանց
տեսակետից։ Ով է հիշում Տեր Հիսուսը ում էր վայ ասում։ Ով էր ասում վայ։ Մարդասպաներին, գողերին, շնացողներին, կեղծավորներին էր վայ ասում։ Մի ամբողջ գլուխ նվիրվեց սրան։ Եվ մենք այսօր այդ գլխի մեջ ենք լինելու։ Մատթեոսի ավետարան 23-րդ գլուխ, 2-րդ խոսք։ Տեսեք, ասում է Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ Արդ այն ամենը ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահեք։ Արեք, բայց նրանց գործերի պես մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։ Ինչ որ ձեզ ասում են փարիսեցիները, ինչ որ ձեզ քարոզում են, արեք, բայց նրանց պես չապրեք։ Գիտես որ նա հայտարարքիր, փարիսեցիները խնդիր չունեին աստվածաբանության հետ։ Նրանց խնդիրը Աստծո հետ ապրելն էր։ Ովքեր են փարիսեցիները, թանկագիներս։ Բերենք մեր օրեր։ Այսօր այո այդ խումբը միգուցե չկա, կամ կա, ես չգիտեմ Իսրայելում։ Բայց բերենք մեր օրեր, եկեղեցի, ովքեր են մարդիկ, ովքեր են այդ փարիսեցու, այդ խմորիչները, որոնց մասին Հիսուսը զգուշացրեց, դա մարդիկ են, որ շատ լավ կարան քարոզեն, հրաշալի ձևով կարան Աստծո խոսքը իմանան, բայց չապրեն։ Ասում ինչ որ ասում են արեք, նրանք ճիշտ են ասում։ Ինչու՞, որովհետև նրանք Աստծո խոսքից են խոսում։ Նրանք խնդիր չունեն աստվածաբանության հետ, թանկագիներս։ Նրանց խնդիրը Աստծո հետ ապրելն էր։ Նրանք խոսքը հրաշալի գիտեն եւ ցիտում էին, բայց կյանք չկար դրանց մեջ։ Գիտես ինչու։ Նրանք 1500 տարի ամեն շաբաթ սինագոգում քարոզում էին, որ գալու է Մեսիան։ Հրաշալի գիտեին, բայց երբ որ Մեսիան եկավ, խաչը հանեցին։ Այսինքն նրանք շատ լավ գիտեին Աստծո խոսքը, նրանք հավատարիմ էին ամեն շաբաթ օրը սինագոգում։ Ովքեր են փարիսեցիները, ովքեր խոսում են, բայց չեն անում։ Վտանգը գիտես որտեղ է, որովհետև ասում են, բայց չեն անում։ 4-րդ խոսք։ Ծանր ու դաժանակիր բեռներ են կապում եւ մարկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։ Խնդիրը չեն ուզում շարժելն է։ Ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում։ Հիշիր, սիրելի եղբայր, սիրելի քույր, քանի դու պայքարի մեջ ես, քանի դու ուզում ես, քանի դու ջանք ես գործադրում, թեև ընկած ես, ցեխոտ ես, կեղտոտ ես, դու պարտված չես։ Բայց այն պահին, երբ որ դու էլ չես ուզում պայքարես, հենց այն պահին, երբ որ դու հանձնվում ես ու ասում ես ես էս եմ եւ ես համաձայնում եմ սրան, իմացիր քո պարտությունը եկավ։ Ես այսպես եմ սիրում միշտ ասել, չկա պարտված քրիստոնյա, կա հանձնված քրիստոնյա։ Եթե դու հանձնվել ես, դու արդեն պարտվել ես։ Գրված է որ ծանր բեռ են դնում մարկանց վրա եւ իրենք իրենց մատով չեն էլ ուզում շարժեն։ Մեկ ուզում եմ հարց տամ, ժողովուրդ շատ չենք բարթացնում ինչ որ։ Տեղեր կա շատ ենք բարթացնում։ Իսկ տեղեր կա որտեղ որ պիտի զգուշ լինենք, մակերեսային ենք անցնում։ Մենք սիրում ենք ծանր բեռ դնենք, ասենք գնա, ամբողջ Աստվածաշունչը անգիր արա, չգիտեմ 4-5 տարի գնա եկեղեցի, հետո կգաս ես կորոշեմ դու ջրով մկրտվես թե չէ։ Այստեղ ծանրացնում ենք մենք։ Այստեղ շատ բարթացնում ենք։ Առաջի դարում առաջ նույն օրն էին մկրտում մարկանց ջրում։ Բայց որտեղ որ պետք է իրականում զգուշանալ, չենք զգուշանում։ Որտեղ որ պետք է ունենալ աղոթքի կյանք, խոսքի կյանք, այնտեղ մենք կարանք մակերեսային անցնենք։ Ոչ, սիրելի եկեղեցի, մենք պիտի խորասուզվենք, ինչքան կարելի է խորը, Աստծո մեջ եւ Աստծո բնավորության մեջ։ Ամեն։ 5-րդ խոսք։ Իրենց բոլոր գործերը մարկանց ցույց տալու համար են կատարում։ Ահա փարիսեցին, որ ինչ որ անում են, մարկանց ցույց տալու համար են անում, որ մարկանց Երևան, որ մարդիկ տեսնեն, այլ ոչ թե Աստված։ Ով հավատում որ Աստված ամենատես է։ Մենք հավատում ենք, որ Աստված ամենատես է եւ ամենագետ է։ Ուրեմն եք մեր գործերը անենք նրա համար, որ Աստծո առաջ երևանք։ Այո, այնպես չանենք, որ փորձենք հանկարծ բարի գործերով արդարանանք։ Սա մյուս արարողությունն է, բայց
Մենք պետք է ունենանք բարի գործեր, հավատքից դրդված գործեր։ Եվ չանենք, որ հանկարծ մարդիկ տեսնեն, իրենց գործերը մարկանց ցույց տալու համար են անում։ Ահա փարիսեցին։ Փարիսեցին նա է, երբ ամեն ինչ որ անում է միայն մարկանց ցույց տալու համար։ Սա է փարիսեցին։ Գիտես, այնքան վտանգ կա այստեղ։ Եվ մարդը ծառայում է, ու հետո մի օր ասում է, ինչ չեն գնահատում, ուրեմն դու արել ես մարկանց առաջ, դու փորձել ես մարդուց ստանալ քո շնորհակալությունը, դու փորձել ես մարդուց ստանալ այդ փառքը, ասում է, դու չեք կարող Աստծուց փառք ստանալ, որովհետև իրարից եք փառք փնտրում։ Գիտես, քանի մարդիկ են այսպես խոտորվել ուղակի։ Ինչու՞, որովհետև նրանք մարդուց են փնտրել։ Կամ մարդիկ են եկել են ասել են Հովի Արթուրին օրամը, տվեք իմ 10-որդները, այսքան տարի 10-որդը եմ տվեք կամ զոհաբերություն։ Դու տվել ես ուրեմն քո աչք իմացել է քո ձախի մասին։ Տեր Հիսուսը ինչ ասեց, աչքը տանում է, ձախը չպետք է մասնակցի։ Այսքան ծառայեցի չգնահատեցին, մարդուց ես փնտրում։ Գիտես, եթե դու զգաս, որ Աստված քեզ գնահատում է, դու դա հասկանաս, որ Աստծո առաջ ես անում, երբեք ես արտահայտության մասին չես էլ մտածի։ Ամեն։ Զգուշ լինենք թանկագիներս։ Նամանավանդ ծառայողները, նամանավանդ մարդիկ, ովքեր եկեղեցում ծառայում են, հանկարծ ձեր մտքով չանցնի, սա մտածեք, սա վտանգավոր է։ Որ այսքան արեցի, այսքան աղոթեցի, այսքան գնացի, այսքան զոհեցի, այսքան ծառայեցի, մի հատ մերսի էլ չասեցին։ Նախ ես մեր եկեղեցում դու միշտ քո մերսին լսում ես, հաստատ լսում ես։ Ես միշտ ծառայողներին առաջին բանը որ ասում եմ շնորհակալություն քո ծառայության համար։ Թե հատուկ շնորհակալություն ես ուզում։ Հատուկ ծափարություն չի լինելու սիրելիս։ Միայն միակ փառքերը Հիսուսինն են։ Միակ ծափարությունները Հիսուս Քրիստոսինն են։ Ամեն։ Վեցերորդ խոսք։ Իհարկե գիտես մի ծայրեղության ուրիշ ծայրեղություն է, որ մենք միայն Աստծո առաջ փորձենք լավ երևանք, մարկանց լրիվ անտեսենք, սա ուրիշ ծայրեղություն է։ Այո, մենք մարկանց առաջ էլ պիտի ամեն ջանք գործադրենք, որ լավ երևանք։ Ամեն բան պիտի անենք, որ լինենք աղ եւ լույս։ Եվ ամեն ջանք գործադրենք, որ մեր աղը չանհամանա եւ մեր լույսը չխավարի։ Մենք սա մարկանց առաջ ենք այդպես երևում։ Բայց վտանգ այնտեղ է, երբ որ ամեն ջանք անում են, որ միայն մարկանց առաջ երևան, այստեղ է վտանգը։ Տեսեք, հաջորդը 6-րդ խոսք, սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ։ Ժողովարաններում առաջին աթոռները, հրապարակներում բարևները եւ մարկանց կողմից ռաբի կոչվելը։ Փարիսեցին աշխարհում չի, փարիսեցին եկեղեցում է լինում։ Գրված առաջի շարքերը։ Գիտես, հարցը շարքը չի, հարցը աթոռն էլ չի, հարցը սիրում են առաջին տեղերը։ Սիրում են, հասկանում ես։ Սիրում են, որ իրանց ասում են հովիվ։ Սիրում են, որ իրանց ասում են ավակ, ես ինչ բանի ավակ, ես ինչ ծառայության ավակ, իրանք սիրում են դա, այստեղ է վտանգը։ Նորմալ է, որ քեզ կասեն իմ ավակն է, իմ առաջնորդն է, նորմալ է, որ կասեն հովիվն է, նորմալ է, որ կասեն ծառայողն է, որ կա այդ բանը, բայց վտանգ այնտեղ է, որ մարդիկ սիրում են դա։ Հենց առաջի աթոռից իջացնում ես, մարդը անմիջապես բոյկոտում է։ Չէ, թանկագինս, սա նույնպես փարիսեցություն է, զգուշ լինենք։ Կամ ծառայության պատասխանատու է, հետո փոխվում է պատասխանատվությունը, մարդը բոյկոտում է, սա նույնպես փարիսեցություն է։ Այո, մենք պիտի ծառայենք, բայց չսիրենք այդ տեղերը։ Դրա համար է խոսքը զգուշացնում, ասում է գնում ես ինչ-որ մի տեղ, գնա ամենավերջում նստիր։ Մի սիրի այդ առաջի տեղը։ Մի սիրի այդ հրապարակներում բարևները, այդ ռաբի, ի՞նչն է ռաբին։ Ռաբին այն ժամանակվա հոգևոր բարձր կոչումներից մեկն էր, ռաբի։ Հոգևոր առաջնորդ, ուսուցիչ, ռաբունի։ Նորմալ է, որ դու ռաբի ես, բայց մի սիրի, որ քեզ միայն ռաբի կասեն։ Հասկանում ես, ինչ եմ ասում ես։ Սա նույնպես կարա լինի փարիսեցության խմորիչ, որը կարա մտնի մարդու ներսը եւ խմորի, ինքը չի հանգստանա մինչեւ ամբողջը չխմորի։ Ինչն է խմորիչի դերը։
Ինքը աշխատում ու չի հանգստանում, իջև ամբողջ զանգվածը չի խմորում, զակվասկա ֆրիսեյսկայա։ Թանկագինես, եթե կա քո ներսում ձգտում եւ սեր այս ամենին, զգուշ եղիր։ Զգուշ, եթե կա ձգտում եւ սեր, զգուշ եղիր, որովհետեւ սա փարիսեցություն է։ 13-րդ խոսք։ Բայց վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ, փարիսեցիներիդ, ում ասում։ Դպիր, փարիսեցի, երկուսն էլ օրենքի ուսուցիչներ են, խոսքի գիտակ մարդիկ են։ Խոսքը այսպես գիտեին, հրաշալի կերպով։ Գիտես ինչ էին անում։ Իրենց ճակատների վրա կապում էին Աստծո խոսքը։ Իրանց հագուստների վրա կապում էին Աստծո խոսքը։ Ամեն բերենք մեր օրեր, ամբողջ մարմինը տատու էին անում Աստծո խոսքով։ Միայն Աստված կարա ինձ դատի, sense բաներ են ասում։ Հովհաննես 3:16 են դաժում։ Մեքենա նայում ես ամբողջությամբ Աստծո խոսքա գրած։ Մտնում ես Facebook, տեսնում ես կոմենտներ ա գրել, հրաշալի պոստեր արել, Աստծո խոսքի մասին ա գրած ամեն տեղ։ Բայց ներսը կյանք չկա։ Սարսափելի վախենալու է սա, երբ որ մենք փորձում ենք սրանով ռուսերով բարկա պրիկրիվացա լինել։ Ծածկվենք, քողարկվենք։ Սարսափելի է, որ իմ հոգևոր լինելը երևում է միայն Facebook-ում կամ միայն Instagram-ում։ Սա սարսափելի է։ Բայց մտնում ես տուն քաոս է։ Նայում ես ներսը քաոս է։ Ընտանիքում քաոս է։ Սա նույնպես փարիսեցություն է եւ կարա լինի փարիսեցություն։ Բայց վայ ձեզ կեղծավորների, դպիրների եւ փարիսեցիների, որ երկնքի արքայությունը փակում եք մարկանց առաջ, դուք չեք մտնում եւ փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։ Դա գիտես որն է։ Երբ ունես իշխանություն, դիրք, բայց կանգնում ես մարդու եւ Աստծո արանքը եւ չես ուզում այդտեղից դուրս գաս։ Նորմալ է, երբ որ ես ինչ-որ մի պահի Աստծո եւ մարդու մեջ եմ, նրանց օգնում եմ մարդուն հաշտվի Աստծո հետ։ Սա նորմալ է, սա բոլորիս անելիքը պիտի լինի, որ մենք օգնենք մարդկանց Աստծուն ավելի մոտենան, բայց աննորմալ է, որ չենք ուզում այդտեղից դուրս գանք։ Ասում ենք միայն ես ու դու։ Այսա է աննորմալը։ Միայն իմ միջոցով դու Աստծուն կարող ես մոտենալ, այստեղ է վտանգը։ Կամ այնտեղ է վտանգը, որ ունես դիրք իշխանություն երկնքի արքայության մեջ լինելու, բայց դու չես մտնում եւ ուզողներին էլ թույլ չես տալիս, փափագողներին էլ թույլ չես տալիս։ Չեմ ուզում այստեղ շատ ճակերտեր բացեմ։ Այսպիսի ծառայողներ նույնպես կան, որ թվում է, որ ուզում են կապեն մարդուն Աստծո հետ, բայց չեն ուզում նրանց արանքից դուրս գան։ Գրված է, որ դուք չեք մտնում։ Սերիս սարսափելի բառ ասա։ Գրված է չեք մտնում։ Փարիսեցիները չեն մտնում երկնքի արքայություն։ Ճիշտ է խոսենք։ Հետո ինչ որ շատ հրաշալի խոսք գիտի։ Հետո ինչ որ շատ լավ կարացիտի խոսքը։ Գրված է չեք մտնում։ Սա պիտի մեզ թափեցնի։ Գիտես ովքեր են սրանք։ Ամեն շաբաթ օրը սինագոգում էին։ Գիտես ովքեր են սրանք, որ նայում էր ու ասում էր «Էռնեք սրա տիրոջը»։ Դե թարգմանեք թե կարաք։ Գիտես ովքեր են սրանք, որ հերվից հագուստին նայելով արդեն տեսնում ես փարիսեցիա։ Գիտես ինչ ասում։ Դուք չեք մտնի։ Միթե սա սարսափելի չի։ Սա մեզ պիտի մտածել տա, սիրելի եկեղեցի։ Հետո ինչ որ հրաշալի խոսքը գիտեմ, հրաշալի կարամ ցիտեմ եւ ամեն շաբաթ օրը սինագոգում լինեմ։ Մի հատ է քարոզեմ։ Բայց եթե ես այս բաների մեջ եմ, ես այս խմորիչը ընդունել եմ եւ իմ ներսը խմորում է, ես շատ ուշադիր եւ շատ զգուշ պիտի լինեմ, որովհետեւ սկզբից կարդացի զգուշացեք։ Զգուշացեք փարիսեցիների եւ սադուկեցիների ինչից խմորից։ Մի բան էլ ասեմ, ոչ ոքս ապահովագրված չենք այդ խմորից։ Յուրաքանչյուրի սրտի դուռը այն կարող է թակել։ Յուրաքանչյուրս կարող ենք այդ խայծը ուտել։
յուրաքանչյուրս։ Գիտես այն բկլիկ ձկնիկը, երբ որ նա ուզում էր որդը կուլ տալ, նա որդն էր կծոտում, ոչ թե կարթը, բայց արյուտես կարթը մնաց կոկորտը, դե թարգմանեք ոնց ուզում եք։ Վայ չլսես ձկնիկը, վայ չլսես բկլիկը։ Սրանք մարդիկ են, որ հրաշալի խոսքը գիտեն, հրաշալի շատ լավ գիտեն, բայց արյուտես խնդիրը գիտես ինչի մեջ է, չեն մտնում, այստեղ ամենամեծ պրոբլեմը։ Ինչու՞, որովհետև կա կեղծավորություն, կա երեսպաշտություն, կա քծնանք, այս մարդիկ այդպիսինն են, որ կեղծավորում են, որ կեղծավոր են, կեղծ են, կեղծ որակներ ունեն, այն չեն ինչ որ կան։ 14-րդ խոսք. վայ ձեզ կեղծավորներիդ, տպիտներիդ եւ փարիսեցիներիդ, որ որբե վայրիների ունեցվածքն եք ուտում եւ ցուցադրաբար երկար աղոթում, դրա համար խստորեն եք պատժվելու։ Վատ չէ երկար աղոթելը, սիրելիս, վատը երբ ցուցադրաբար ենք երկար աղոթում։ Աստծո խոսքը ասում է անդադար աղոթք արեք, նորմալ է։ Մենք անդադար պիտի աղոթքի կյանքի մեջ լինենք, անդադար աղոթքի այդ մեջ լինենք, բայց աննորմալ է, երբ որ ցուցադրաբար ենք դա անում։ Մարդիկ ան գլուխ են գովում, այսքան ժամ աղոթեցի, այնքան ժամ աղոթեցի։ Դա քո ներողություն, ներքի սենյակն Աստծո հետ։ Դու գիտես, դուք եւ քո Աստված։ Մի դրանով գլուխ գովա։ Այսքան որ ծոմ պահեցի, այսքան շաբաթ ծոմ պահեցի։ Սա նույնպես փարիսեցիություն է, երբ որ ցուցադրաբար ինչ ասում եւ ցուցադրաբար երկար աղոթում են։ Սրա համար ինչ կլինի։ Սրա համար պատասխանը անմիջապես կգա, հա։ Ոչ, սրա համար խստորեն եք պատժվելու գրված է։ Նրանց աղոթքը ուղղված է դեպի մարդու ականջը, այլ ոչ թե դեպի Աստծո ականջը։ Դա համար չի լինելու պատասխանը։ Գրված է, ես սիրում են կամ փողոցների անկյուններում կանգնեն, երկար ու բարակ, խաշմիրուկներում աղոթեն։ Ահա դու քո վարձքը ստացար ուրեմն։ Աստծո խոսքն այսպես ասում։ Եվ այս ամենին Տերը վայ է ասում։ Եվ այս թեմայով Տեր Հիսուսը մի առակ պատմեց աղոթող մարդկանց մասին։ Հիշում ես, ասում է, աղոթքի կանգնեցին փարիսեցին եւ մաքսավորը։ Մաքսավորը գոհության աղոթքեր մատուցում Աստծուն, ասում էր. «Տեր, շնորհակալ եմ, որ գիտես, կարողանում եմ քեզ 10 նոր տալ, զոհաբերություն անել։ Տեր, շնորհակալ եմ, որ դու ինձ ընտրեցիր մանկուց ի վեր, հա, բերենք մեր օրեր։ Շնորհակալ եմ, որ քեզ կարողանում եմ ծառայել, շնորհակալ եմ, որ դու ինձ արդարացրեցիր, շնորհակալ եմ, որ մեղավոր մարդու պես չեմ սրա նման»։ Մի Աստծո այսպես ասես, միթե մեր բոլոր աղոթները սա չի եւ սրա մասին չի։ Միթե մեր հիմնական աղոթները սրա մասին չեն, որ մենք միշտ ասում ենք, Տեր, շնորհակալ եմ, փառք քեզ, որ կարամ քեզ ծառայեմ, որ դու ինձ այս աշխարհից ընտրեցիր ու մաքրեցիր։ Միթե մեր աղոթները հիմնականում սրա մասին չի։ Բայց գրված է, գիտես ինչ, որ այն մեկը մաքսավորը, ով որ չեր համարձակվում իր աշկերը բարձրացնել դեպի երկինք, անդադար ծեծում էր իր կուրծքը եւ ասում էր. «Վայ ինձ մեղավորիս»։ Եվ ասում է, այդ մեկը արդարացված գնաց տուն։ Հիմա դու կարող ես ասես, հիմա ինչ գոհության աղոթք չանեմ։ Հիմա ինչ չգոհանամ, որ կարող եմ Տիրոջը ծառայել, զոհաբերել, գոհացիր եւ պիտի գոհանանք, բայց հարցը գիտես որն է, ցուցադրաբար մարդկանց առաջ։ Այս է վտանգավորը, որ մենք մարդկանց առաջ ենք ջանք գործադրում աղոթք անենք։ Բայց եթե չունես քո ծածուկ սենյակը, այստեղ է վտանգավորը։ Գիտես ինչու, որովհետև դու այն ես, ինչ որ դու կաս քո սենյակում։ Այստեղ, երբ որ մենք աղոթում ենք, այո, մենք պիտի գեղեցիկ երևանք, սիրուն խոսքերով աղոթենք, մի հատ տանը ռեպետիցիա անենք, հետո գանք այստեղ աղոթենք։ Բայց տանը դու անկեղծ ես։ Տանը դու կարաս պատերը ճանգռես, չգիտեմ, գիտես քանի անգամ եղե բերանից բարձ եմ դրել ու գոռացել եմ, որ հանկարծ հարևանները չվտարեն տնից։ Հենց սրա մասն է Տեր ասում, թանկագիներս։
Գիտես որն է փարիսեցիությունը։ Երբ որ կարող են Հիսուս Քրիստոսին ձերբակալել, երբ որ կարող են նրան զրպարտել, երբ որ կարող են խաբել, սուտ խոսել, բերել Պոնտացի Պիղատոսի դռանը կանգնեցնել, բայց ներս չմտնել, ինչու՞, որովհետև բաղարջ պիտի ուտենք այսօր։ Ինչն ավելի վտանգավոր է, մարդուն ծեծել, սպանել, զրպարտել, թե բաղարջի տոնակատարությունը անել։ Սա է փարիսեցիությունը։ Երբ որ չեն կարողանում հասկանալ, որն ամենակարևորը։ Սա կրոնն է, սա փարիսեցիությունն է։ Երբ որ կարան սուտ խոսեն, դատապարտեն մարդուն, բերեն Հեթարոսի դռանը Պոնտացի Պիղատոսին, բայց մենք ներս չենք կարող մտնենք։ Ինչու՞։ Շաբաթ օր է, մենք պիտի դեռ բաղարջ ուտենք։ Սուրբ օր է, մենք չենք կարող անմաքուր մարդու հետ նույն տանիքում լինենք։ Սա է փարիսեցիությունը։ Գիտես ո՞րն է փարիսեցիությունը։ Երբ որ զինվորները գարի ասում են ձեր Տերը հարություն առել, նրանք կաշառել ու ասել գնա, դու քնած ես եղել, ոչ մի բան չես տեսել։ Սա է փարիսեցիությունը, որովհետև նրանք մարկային նրանց միտքը, իդեան, մարկային իրենց գաղափարը շատ ավելի բարձր է, քան Աստծո հրաշքները, որոնց մասին դարեր քարոզել են, դարեր խոսել են, դարեր պատմել են։ Այս սա է փարիսեցիությունը։ Որ ես կարող խոսամ, բայց հենց հրաշքը գա, ես ասեմ դա Աստծուց չի։ Կույր առաջնորդ, որ մժեղը քամում եք, բայց ուխտը կուլ եք տալիս, հենց սրա մասին եմ խոսում։ Որ մժեղը քամում են, ընկնում են մանրուկների հետևից, բայց ուխտը կուլ են տալի։ Կարևորը պիտի նայես, Աստծո խոսքը ասում է։ Ուխտին նայ, ոչ է մժեղին։ Հենց սրա մասին եմ խոսում, սա է փարիսեցիությունը, որ գիտես կարան տանեն Հիսուսին սպանելու, սա ուխտն է, հասկանում ես։ Բայց այնի մժեղը, որ մենք իրավունք չունենք մտնենք նույն հարկի տակ Հեթանոսի հետ, այս արդեն այստեղ պիտի ուշադիր լինենք։ Կույր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուխտը կուլ եք տալիս։ Սա է փարիսեցի, որ կույրը չի կարողանում զանազանել, իսկ կույրը չի կարող կույրին առաջնորդել։ Զգույշ լինենք, որ փարիսեցի չլինենք, թանկագիներս։ Գեր զգույշ եղիր քո ներսից և գեր ուշադիր եղիր այդ խմորչից։ Գիտես որն է հետաքրքիրը, գիտես որն է փարիսեցին, գիտես ով է փարիսեցին, որ տեսնելով Հիսուսի աշակերտներին, որ նա անմաքուր ձեռքերով այդ ծիսակատարությունը չի արել, տեսել Հիսուսի աշակերտները ծիսակատարությունը մերժելով հաց է ուտում, բայց գնում բամբասում այդ աշակերտներից։ Որն ավելի ծանր։ Այդ ծիսակատարությունը այդքան շատ բարձրացնելը, թե բամբասելը։ Մենք կանանք այտենց հասկանում ես ուխտը կուլ տանք, բայց մժեղի հետևից ընկնենք։ Այդ դա է վտանգ, այս սա է փարիսեցիությունը։ Մենք պիտի կարողանանք տարբերենք թանկագիներս, ասա ամեն։ Որն ավելի վատը։ Ձեռքի մաքրության ծեսը չանելը, թե բամբասելը։ Հիմա ասա ինձ։ Չէ, ծեսն է կարևոր։ Ոնց կլինի։ Ու կարանք դնենք մարդուն, վեր դնենք, առնենք, բամբասենք, սպանենք, կործանենք, ինչո մարդը ձեռները չի լվացել։ Այո, կամ շաբաթ օրը բժշկությունը։ Սա նույնպես փարիսեցիություն է։ Եվ արի ուտես Հիսուսը ամեն ժամանակ, թարսի պես շաբաթոներ ամեն ժամանակ անում է հրաշքները։ Կարծրատիպեր էր կոտրում, քար վիճակներ կոտրում։ Սրա համար է ասում 25-րդ խոսք. վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի եւ ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի հափշտակությամբ եւ անժուշկալությամբ։ Կույր փարիսեցի, նախ բաժակի եւ ափսեի ներսը մաքրի, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։ Իսկ ինչու են մաքրում միայն դրսի կողմը, որ մարկանց Երևան։ Սա փարիսեցիությունը, սա կեղծավորությունը, երբ որ մարդը ամեն ջանք գործադրում է, որ դրսից մարդուն ընտիր Երևա։ Բա ներսիդ հարցով է լուծելու։
Գցենք ամեն ինչ Աստծո վրա, ոչ չի լինելու։ Գրված է, որ մարդիկ մաքրեցին իրենց գառան արյունով։ Այս սրբացման process-ը իմ եւ քո ձեռքերի մեջ է։ Իմ եւ քո իշխանության ներքո է դրված։ Այդ չբամբասելը ես կարող եմ կտրել իմ կյանքից։ Այդ չնախանձելը ես կարող եմ կտրել իմ կյանքից։ Այդ ատելությունը ես պիտի կտրեմ իմ կյանքից։ Այդ կեղծավորությունը ես դրա հարցերը պիտի լուծեմ, այլ ոչ թե Աստված։ Աստված տվել է մեզ իշխանություն այդ հարցերը լուծելու համար։ Ամեն։ Աստված մեզ տվել է իրավունք այդ հարցերը լուծելու համար, կամ պարտվելու։ Ընտրիր։ Ահա քո առաջ եմ դնում կյանքը եւ մահը, ընտրի կյանքը։ Ահա քո առաջ եմ դնում օրհնություն ու անեծքը, ընտրիր օրհնությունը։ Աստված տվել է այդ իշխանությունը եւ իրավունքը ընտրելու։ 27-րդ խոսք։ Վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմաների, որոնք արտակուս գեղեցիկ են երևում, բայց ներսևից լի են մեռելների ոսկորներով եւ ամեն տեսակ պղծությամբ։ 28-րդ խոսք։ Դուք նույնպես արտակուս արդար եք երևում մարդկանց։ Ահա վտանգավոր բառը։ Բայց ներքուս լի է կեղծավորությամբ եւ անօրենությամբ, վայ ձեզ կեղծավորներիդ, դպիրներիդ եւ փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարանալի շիրիմները արդարների շիրիմները զարդարում, եւ ասում է, եթե մենք մեր հայրերի ժամանակ լինենք, դրանց հետ մարգարեների սպանությանը չենք մասնակցի, 31-րդ խոսք, ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներ եք մարգարեների սպանողներին, արդ դուք էլ լրացրեք ձեր հայրերի բաց թողածը։ Օծերի, իժերի ծնունդներ, ինչպես է գեհենի դատաստանից փախչելու։ Ինչ ռադիկալ քարոզ էր։ Ինչ ասում, օծերի, իժերի ծնունդներ։ Գիտես ամենահայտարքիրը որն է։ Որ այս թափեցնող քարոզը չազդես նրանց վրա։ Եթե մարդը որոշել է մնա փարիսեցի, դա մնում է փարիսեցի։ Ինձ այս ամենաշատը զարմացրեց։ Եվ ասում ուզում ես ձեռնդ մեջ ձվածեղ արա, ուզում ես հայերենով բացատրի, ռուսերենով բացատրի, անգլերենով բացատրի, պարսկերենով, ինչ լեզու ուզում ես օգտագործի, եթե ինքը որոշել է չհավատա, չհասկանա, կամ չընդունի, չի ընդունելու։ Այս ռադիկալ այս հզոր սթափեցնող քարոզը նրանց ակաջի կողքով անցավ, նրանց չսթափեցրեց։ Սա ամենա ինձ զարմացնող բանն է։ Խոսք։ Հետարքիր մի տեղ այս գիշեր հայտնաբերեց իրականում։ Այդպես ձեզ վրա ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը։ Հետարքիրա, ուշադրություն։ Արդար Հաբելի արյունից միջև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի եւ զոհասեղանի միջև սպանեցին։ Որտեղ սպանեցին։ Տաճարի եւ զոհասեղանի մեջտեղը։ Գիտես այս փարիսեցիության ոգին, այս խմորիչը ինչ է անում։ Ինքը սպանում է Հաբելին, պատկերացնում ես։ Չկա օրենք, չկա պատվիրան, չկա Մովսեսը, չկան կրոնական խմբեր, բայց այս դևը սպանեց Կայենի ձեռքով Հաբելին։ Ես սա իրական իմ համար հայտագործություն էր։ Ում է ասում, փարիսեցիներին է ասում Տեր Հիսուսը, որ ձեր վրա է, ձեր պատասխանատվության տակ է արդար Հաբելի արյունից։ Կայենին բարձվում, ներողություն Հաբելին բարձվում է այս դևն է սպանել, այս նախանձի եւ կեղծավորության դևը։ Կայինը դրանով է բռնված եղել։ Կայինը դրա շնչմամբ է սպանել, ասում եւ ձեր վրա է այդ արյունը։ Եվ Զաքարիայի որդու արյունը, որին սպանեցիք զոհասեղանի եւ տաճարի արանքում, սրբության սրբոցում, սրբության վայրում։ Այս ոգին, այս խմորիչը սպանում է իր եղբորը
բարձրանալու պատճառով։ Ինչի համար սպանեցին, ինչի համար սպանվեց Հաբելը, բարձրանում էր Աստծո առաջ, ընտիր էր երևում Աստծո առաջ։ Այս դևը դրա հարցերը արագ լուծեց։ Զգուշ լինենք, փարիսեցի չլինենք, որ երբ որ տեսնում ենք մեր եղբայրը, մեր քույրը բարձրանում է, մենք մեր սրտի մեջ նրան չսպանենք, չդատապարտենք նրան, չնդախացենք նրան, չկեղծավորենք, գանք այստեղ ժպտանք, գնանք այնտեղ բամբասենք, գանք այստեղ ժպտանք, գնանք այնտեղ չարախոսենք։ Սա նույնպես փարիսեցիություն է։ Զգուշ լինենք, սիրելի եկեղեցի։ Բան կա, որ ասում է զգուշացեք, осторожно, злая собака։ Կամ осторожно, высоковольт, բարձր լարում, զգուշացում, փարիսեցիություն, осторожно, фарисейство։ Գեր ու շադիր մենք պիտի լինենք նման բաներին, որովհետև սա թափանցում է միայն հավատացյալ ժողովրդի մեջ։ Եվ միայն հարձակվում այդ նման մարդկանց, մեր վրա է հարձակվում։ Մենք արդեն ավարտում ենք 38-րդ խոսք։ Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։ Չի ասում է, որ կխլեմ տունդ, կայրեմ, չէ։ Ձեզ քո տունը քեզ կլինի։ Ձեզ տունը, ձեր տունը ձեզ կտրվի։ Բայց գիտես ինչպես, ավերակ, փլատակ, ամբողջությամբ քանդված։ Երբ որ նայում ես մարդու կյանքին, բայց հզոր նավ է ժամանակ, իսկ հիմա նավակոծության ենթարկված մի քանի տախտակներ է երևում։ Այստեղ է որ Տեր Հիսուսը ասում է Երուսաղեմ, Երուսաղեմ, կարող է գալ արդեն փառաբանության թեմը կարող է գալ։ Այստեղ ասում է Երուսաղեմ, Երուսաղեմ։ Ձեր տունը ձեզ ավերակ է թողնվելու, Երուսաղեմ։ Քրիստոնյայի տունը, գիտես որ մենք Աստծո տաճար ենք, հա? Այս մարմինը Աստծո տաճար է։ Մեր ներսը ապրում է Աստծո Սուրբ Հոգին։ Գրված է, որ այս մարդկանց փարիսեցիների ձեր տունը ավերակ է թողնվելու ձեզ, ժառանգություն ես ունենալու։ Կվերցնես քո տունը ավիրված վիճակում։ Չեմ խլելու, ասում է, չեմ խլի, քեզ է մնալու, բայց որպես ավերակ։ Թող չլինի այսպես, սիրելի եկեղեցի։ Բայց մի ժամանակ գեղեցիկ, ազդեցիկ քաղաք Երուսաղեմ, քարը քարի վրա չի մնա։ Կարող ես մի բան նվագել։ Հա։ Մի ժամանակ ազդեցիկ քաղաք էր, մի ժամանակ գիտես աշակերտները պարծենում էին, Հիսուսին բերեցին, ասեցին, Տեր, նայի, դա ինչ գեղեցիկ է, դա իսրա քարերը նայի, ներսի ոսկին նայի։ Հիսուս ասեց, քարը քարի վրա չի մնալու, որովհետև ձեր տունը ձեզ ավերակ թողնվեց։ Ինչու դուք այդպես ուզեցիք։ Որովհետև ձեր վրա է արդար Հաբելի արյունից։ Սիրներս, գիտես, առաջին մարդիկ են։ Առաջին մարդիկ։ Եվ այդ խմորը, փարիսեցու խմորը, սպանեց իր եղբորը։ Զգուշ լինենք, դա եղբայրասպան է, դա եղբորը սպանող դև է, դա եղբորը նախանձող դև է, դա եղբոր բարձրանալուն դեմ դև է, երբ որ եղբայրը բարձրանում է ու դրդում է, որ դու սպանես քո եղբորը։ Հա միգուցե այսօր մենք մեր թրով չենք սպանում, բայց հենց ներսիցդ սպանեցիր, արդեն մարդասպան ես։ Սա է սովորեցնում մեր Աստծո խոսքը։ Հենց սրտումդ ատեցիր, արդեն մարդասպան ես։ Զգուշ լինենք, սիրելի եկեղեցի, չլինի հանկարծ այդ խմորը ընդունենք եւ թույլ տանք այդ խմորը խմորի մեր ներսը։ Եվ գրված է, որ ձեր տունը ձեզ թողնվեց որպես ավերակ, որպես հիշատակ, որպես գիտես ինչ, որ մի ժամանակ կայր, իսկ հիմա չկա։ Ես այդպես ազգեր են վերացել։ Մեծ ազգեր, որտեղ են շումերները, որտեղ է Ասորիստանը, իր գեղեցիկ, փառավոր
Նինվե քաղաքով որտեղ են այդ քաղաքները։ Որտեղ է Բաբելոնը, որտեղ է Եգիպտոսը, այն Եգիպտոսը է, որ եգիպտացիներ են ապրում, ոչ թե հիմիկ արաբները։ Որտեղ են այդ քաղաքներն ու պետությունները։ Հիմնահատակ են եղել։ Որտեղ են այն մարդիկ, ովքեր որ գիտես շատ հրաշալի սկիզբ են ունեցել Աստծո մեջ։ Որտեղ են այն մարդիկ, որ ծառայել են Աստծուն, հրաշալի կերպով սկսել են, բայց հետո նավակոծության է ենթարկվել ու իրենց տունը իրենց համար ավերակ է մնացել։ Տերը չի խլել։ Քեզ լինի, քո կառուցածը քեզ մնա, քո քանդածը քեզ մնա, որպես իշատակ։ Մենք շատ զգուշավոր պիտի լինենք։ Տերն է զգուշացնում։ Զգուշ եղեք փարիսեցիների եւ սադուկեցիների խմորչից։ Հանկարծ ստացվի, որ մենք սրան թեթև նայենք։ Սիրելի քույր եւ եղբայր, եթե դու քեզ բռնացրեցիր որևէ մի բանի մեջ, այստեղ, ես առաջ չեմ կանչելու։ Այդ դեպքում ինչ պիտի անենք։ Գիտես, պետք չի այդ փարիսեցուն ներսի։ Դրա այդ պետք չի երկար բարակ խոսել, փորձել դաստիարակել նրան։ Գիտես ինչու, չի ստացվելու։ Մենք միշտ փորձում ենք հին մարդուն դաստիարակենք, հին էությունը վերադաստիարակենք, չի ստացվելու։ Հիսուսի մոտ է չստացվեց։ Բա ինչ անել։ Վերստին ծնվել է պետք, վերածնվել է պետք, նորոգվել է պետք։ Դուք ասես ես վերածնված եմ 30 տարի առաջ, ամեն, քո հոգին վերածնված է այսինչ տարի առաջ այսքան, բա միտքդ, բա կամքդ, բա զգացմունքներդ, բա բնավորությունդ, բա հարցեր կան, որ պիտի լուծվի, բա պտուղները մարմնի, բա այդ խմորիչը։ Գիտես, մենք միշտ փորձում ենք հին մարդուն դաստիարակենք, չի ստացվելու։ Հրաշալի առակ պատմեց Տեր Հիսուսը, չի կարելի վերցնել նոր գինի եւ հին տիկերի մեջ լցնել, չի ստացվելու։ Երկուսն էլ փչանալու են, երկուսն անպիտան են լինելու։ Այն մեկը կթափվի, այս մեկը կպատրվի, վերջ, երկուսի վերջն էլ եկավ եւ քո տունը քեզ ավերակ թողնվեց։ Այդքան բան։ Չի կարելի վերցնել նոր հագուստից կտորը կտրել, հանել, ինչա հնի վրա դնես եւ փորձես կարկատես։ Չի ստացվելու, երկուսն էլ փչացրեցիր։ Նորը փչացրեցիր, որտեւ այդտեղից կարկատանի համար լատ վերցրեցիր, նորի հետ էլ չգնաց։ Մի տեսակ այն չի։ Երկուսն էլ քեզ մնաց, վերցրու գնա, բայց երկուսն էլ փչացած։ Ամեն։ Լսում ես, ինչ եմ ասում։ Զգուշ լինենք, սիրելի եկեղեցի։ Եվ չփորձենք մենք մեզ այդ հին մարդուն կամ այդ փարիսեցուն վերադաստիարակենք, չի դաստիարակվելու փարիսեցին։ Չի ինչ անել, դեն նետել, հանել հին մարդուն, խաչել հին մարդուն։ Սիրելի քույրեր, չգնաք ձեր տունացեք հով ասել, ձեզ պիտի եկել եմ խաչեմ ձեր ամուսիներին։ Հին գնացքի մարդուն, այն ներսի հնին, մենք պիտի խաչը հանենք։ Նրա տեղը խաչի վրա է եւ ուրիշ ոչ մի տեղ։ Մենք ձախողվում ենք, երբ կենտրոնանում ենք հին մարդու վրա։ Այդտեղ է մեր ձախողումը։ Երբ որ փորձում ենք հին մարդուն դաստիարակենք, հին մարդուն խելքի բերենք, չի ստացվելու, սիրելիս, հին մարդու տեղը խաչի վրա է։ Նոր էությունը Քրիստոսի մեջ, սա է նոր արարածը։ Հներն անցել են։ Ամեն բան նորը պիտի լինի։ Ամեն։ Հին տիկերը հարմար չեն նոր գինու համար, չի ստացվելու։ Աստված ուզում է գործ ունենալ նորի վերածնվածի հետ։ Այո, մեր հոգիները վերածնվում են, երբ որ մենք Աստծուն գալիս ենք, բայց մեր միտքը նույնպես պիտի վերածնվի։ Մեր բնավորությունը պիտի ձևավորվի Քրիստոսի բնավորության հետ։ Ու եթե դու քեզ բռնացրեցիր այսօր ինչ-որ մի բանի վրա, ինչ-որ մի տեղ, դեռ ունենք ժամանակ, քանի ապրում ենք երկրի վրա, դեռ ունենք ժամանակ ապաշխարելու։
Դեռ ունենք ժամանակ մեր սրտերը Աստծուն վերատալու, վերանայելու մեր կյանքերը, վերանայելու մեր պահվածքը, վերանայելու մեր մտքերը, որ հանկարծ չստացվի, որ փարիսեցին այնտեղ ներսում գլուխ բարձրացնի։ Ու չփորձես պահկվես նրա հետևը, որ դու շատ հրաշալի աղոթ ես անում, խոսքը գիտես, եկեղեցի ես գնում, չթաքնվես։ Նույնն են անում փարիսեցիները, նույնն էին անում։ Գիտեին, աղոթում էին, հագուստով էլ, հեռվից էլ երևում էր, հավատացյալ մարդա։ Հետո ինչ, գրված է, չեն մտնում, նրանք էլ չեն մտնում երկնքի հարկայություն։ Եվ կամ փափագողներին էլ թույլ չեն տալիս։ Ես առաջարկում եմ մենք այսօր աղոթք անենք Աստծո առաջ։ Աղոթենք, որ մեր ներսի հանկարծ եթե կա խմորիչ, ու դու քեզ բռնացրեցիր այդ խմորիչը, աղոթենք, որ դուրս հանենք մեր ներսից այդ հին գնացքի մարդը։ Ամեն, եկ կանգնենք Աստծո առաջ։ Ամփոփելով այսօրվա թեման, սա կասեմ. վայ մեզ, եթե մենք ջանք ենք գործադրում միայն մարդկանց առաջ ընտիր կանգնենք։ Վայ մեզ, եթե մենք ջանք ենք գործադրում եւ երկար աղոթում ենք մարդկանց ականջների համար։ Վայ մեզ, եթե մենք մեր ներսում Կայինի պես սպանում ենք Աբելներին։ Վայ մեզ, եթե մենք վերցնում ենք եւ ուխտը կուլ ենք տալի, բայց մժեղ հետևից ենք մանր հարցերի տակ ենք ընկնում։ Վայ մեզ, եթե մենք սրա մեջ ենք թանկագիներս։ Բայց երանի նրանց, ովքեր որ գիտեն եւ կատարում են Աստծո խոսքը։ Դու գիտես Աստծո խոսքը, հա? Գիտես Աստծո կամքը։ Գիտես, ուրեմն կատարի այն եւ դարձիր այն երaniներից մեկը։ Աստծո առաջ։ Ամեն։ Արի խոնարհեցնենք մեր գլուխները Աստծո առաջ։ Երկնային Սուրբ եւ փառավոր Աստված, փառք քեզ։ Հալելույա, հալելույա։ Աղոթիր դու բարեխոսի քո համար։ Աղոթի։ Իմ Սուրբ Արքա, մեր աղոթքն այսօր, որ հանկարծ չստացվի, որ մեր ներսում լինի փարիսեցի եւ այդ փարիսեցին այդպես էլ մնա։ Եվ մենք ամեն զգուշությունից զգուշանանք մեր սրտից, որովհետև այդտեղից է կյանքի ելքը։ Ամեն զգուշությունից զգուշանանք Տեր իմ Աստված, որ հանկարծ չստացվի այդ խմորիչը մենք մեր ներսը ընդունենք։ Իսկ եթե ընդունել ենք, մենք դա մերժում ենք Հիսուսի անունով։ Մենք օրհնում ենք մեր քույր եղբայրներին։ Մենք օրհնում ենք բոլոր նրանց, ովքեր որ բարձրանում են Աստծո մեջ, եւ մենք որոշում ենք կայացնում չնախանձենք նրանց, չչարախոսենք նրանց։ Տեր իմ Աստված, մենք որոշում ենք կայացնում ինչքան էլ դժվար լինի, այդ կեցվածքից, կեղծավորությունից մենք հրաժարվում ենք Հիսուսի զորավոր անունով։ Փառավոր եւ Սուրբ Աստված, փառքերը քոնն են։ Եվ դու պիտի փառավորվես Տեր մեր կյանքերի մեջ եւ միջոցով, մեր ծառայությունների մեջ եւ միջոցով դու պիտի ապրես այդտեղ, Տեր, եւ պտուղ ունենանք, պտուղ բերենք, Տեր իմ Աստված, քեզ 30, 60 եւ 100 պատիկը։ Տեր, մենք ուզում ենք տեսնել քեզ փառավորված այս ամբողջ տարածաշրջանում։ Մենք ուզում ենք տեսնել քեզ փառավորված մեր ծառայությունների մեջ, մարդկանց հետ հարաբերություններում, փոխհարաբերություններում, շփումների մեջ։ Այդտեղ ենք մենք մեր քնությունը հանձնում։ Մենք մեր քնությունը չենք հանձնում ծածուկում, այլ մենք քնություն հանձնում ենք իրար հետ շփվելով, իրար ներելով, իրար համբերելով, իրար սիրելով։ Այստեղ է մեր քնությունը, որ մենք հանձնում ենք եկեղեցում եւ դուրսը։ Փառք ես Տեր, փառք ես Տեր, Տեր, մեր աղոթքն է, որ քո ներկայությունը հիմա իշնի այստեղ յուրաքանչյուրիս վրա։ Մենք ուզում ենք վայելենք հիմա քեզ Տեր։ Օ կպիր Սուրբ Հոգի մեզ։ Օ Սուրբ Հոգի հպվիր մեզ։ Հպվիր յուրաքանչյուրի սրտերի մեջ, որ մենք հալվենք քո ներկայության մեջ։ Եվ ամեն մի թթխմոր, ամեն խմորիչ, ամեն տեսակ փարիսեցություն, թող որ քո երեսի առաջ հալվի Հիսուսի զորավոր անունով։ Փառք ես Տեր։ Ներկայությանդ մեջ ով Տեր,
ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես ներկայությանդ մեջ ով Տեր ցնծում է իմ հոգին քո մեղմ հպումից հալվում եմ ես Փառք քեզ երկնային Աստված շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու համար շնորհակալ ենք Տեր որ դու նորոգում ես մեզ շնորհակալ ենք Տեր որ դու խոսում ես որ դու հանդիմանում ես որ դու բժշկում ես որ դու կտրում ես մեզանից ամեն արատ եւ ամեն քաղցկեղ եւ Տեր թույլ մի տուր որ այդ խմորիչը քաղցկեղի պես տարածվի մեր մարմնով մեր ներսով Սքանչելի բժշկող Աստված դու ես մեր բժիշկը կտրիր եւ հանիր մեզանից դա մենք քեզ թույլ ենք տալիս Սուրբ Հոգի ինչքան էլ ցավոտ լինի ինչքան էլ հարազատ լինի ինչքան էլ դա մեր մսագունդը լինի մերը լինի Տեր մենք հրաժարվում ենք այդ ամեն ինչից եւ քեզ ենք հանձնում Փառք քեզ երկնային Սուրբ կենթանի Աստված դու արժանի ես փառքերի զորության ու մեծարանքի դու արժանի ես Տեր հրաշալի եւ Սուրբ Աստված դու արժանի ես փառավորվելու արժանի ես Տեր իմ Աստված մեծարվելու արժանի ես Տեր որ մեր շուրթերը գովեն քեզ եւ մեր կյանքերը Տեր իմ արքա պատմեն քո մասին եւ մեր անձերը ցնցան քո առաջ դու արժանի ես Հայր Որդի եւ Սուրբ Հոգի միակ եւ ճշմարիտ Աստված Հիսուսի անունով ամեն ամեն
Փառք մեր Տիրոջը, ոչ փառքերը, միայն Տերերի Տիրոջը եւ արքաների արքային Հիսուս Քրիստոսին։ Եվ թող եկեղեցին ասի ամեն, ամեն, փառք ամենակարող Տիրոջը։ Չեմ հարցնելու քեզ բռնացրեցիր թե չէ խոսքի մեջ, բայց ներսովդ աշխատանք տար, դու բան ունես անելու, դու հիմա աղոթք արեցիր Աստծուն ու հրաժարվեցիր այդ ամեն ինչից։ Մենք գիտենք դա, մենք գիտենք ինչն է մեր ներսում, որ այդ խմորիչի պես փարիսեցությունա փորձում անի։ Ինչքան էլ ինքը լավ իմ մարմնի մասը դարձած լինի, մսագունդի պես, դա քաղցկեղ է մնում։ Դա չի գնա հավիտենության մեջ։ Դա այրվելու է։ Դա համար ինչ անենք թանկագիներս, այստեղ դրա հարցերը լուծենք, որովհետև ժամանակը իրականում այս պահին դեռ մեր օգտին է աշխատում։ Մեր դեռ ունենք ժամանակ։ Ամեն ուրախանանք մեկ մյուսի համար։ Ուրախանանք, որ հաբելներ են բարձրանում։ Ուրախանանք Տերով ուրախանանք մեր եղբայրների համար, մեր քույրերի համար։ Եվ կեղծավոր չլինենք։ Տերը միանշանակ գիտի մեր սիրտը։ Մեկա Տերն է քննողը մեր սրտերը։ Ինչքան է փորձեմ ես կեղծավոր լինել, դա կեղծ է, դա ֆալշ է։ Նկատել ես, որ երբ որ փառաբանություն նվագում է եւ հանկարծ մի ֆալշ նոտա է դուրս գալիս։ Ոնց է, չէ, անմիջապես sense ականջիդ վրա ազդում։ Թե մենակ ես եմ այդ մեղավորը։ Հա? Գիտես, մենք բոլորս պիտի այդ Տիրոջ ձեռքերի մեջ նոտաներ ենք։ Մենք պիտի սինխրոն, մենք պիտի ներդաշնակ նվագենք, ներդաշնակ ապրենք Տիրոջ մեջ, որ հանկարծ չստացվի մեր արարչի, մեր դիրիժորի ականջին մի բան ասես խորտ կա։ Դա խորտ բան է։ Փարիսեցություն դա խորտ բան է։ Ամեն։ Փառք Աստծուն քո համար։ Ձերքդ պարզի ես քեզ օրհնեմ ու գնաս Տիրոջ խաղաղությամբ։ Տերը օրհնի քեզ ու պահի քեզ։ Տերը պայծառեցնի իր երեսը քեզ վրա եւ ողորմի քեզ։ Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա եւ իր խաղաղությունը քեզ տա։ Եվ Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի։ Ամեն, ամեն։ Հիսուսն է Տերը։ Փառք նրան հավիտյանս հավիտենից։